Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում. This is a show with no worries, no stress. Every Thursday you watch Hենց այնպես. Just like that. Just like this. Hello. Երկրորդ որումն է, էլի։ Լուրջ ես ասում։ Օպրես, Որը սիչ տիպ եմ ես։ Որտեվ վատացել է ջրի մեջ։ Տիգրանարի տուն։ Սենց բաներ եմ անում, որ փրկեք ինձ բան։ Ասեն շաբլանոն կողոքսան։ Ես ուղղակի ուզում հրաժեշտ տալիս ամենը։ Հայտարակ եղա։ Այ շոու ընկլա։ Նվազեցրու հարկերը տորենքի ուժով։ Դիմիր ռեալ հաշվապահ, դարձիր օրենքով ուժեղ։ Հեռախոս 055 29 24 20։ Հենց այնպեսի հյուրերն են Վարդան Զադոյանը եւ Արթուր Իսպիրյանը։ Սպոնտան։ Ո՞նց եք։ Լավ մանե ջան, մեր տանը միշտ լավ է։ Հա, տանը լավ ենք, ես էլ մանկուց հետևել եմ ու չեմ հասկացել, որ դուք մտերիմ ընկերներ եք։ Ինչու եք ձեզ հեռու պահում իրարից։ Իրարից թե ձեզանից։ Իրարից, մեզանից։ Չէ, մենք թաքուն Մենք շփվում ենք։ մտերմություն ենք արել, բայց քանի էս FaceTime-ն ու ես իմ չգիտեմ COVID-ը բաները սկսեցին, էս հեռախոսակապերը, Հա։ որը շատ լավ բան է իհարկե, WhatsApp-ները, մենք արդեն շփվում ենք տենց։ Հետո ինչ AI-ը մտավ, ինձ իսպիրը տենց։ Հա։ Էլ հետաքրքիր։ Արդեն ես Դուք Արթուր Իսպիրյանին ստեղծել չէ, այո։ Խնդրել եմ ձեզ այն պատմությունները, որոնք կարելի է պատմել մեր ներկայությամբ, մեր նկատի ունեմ աղջիկների եւ երեխաների, այսօր պատմենք եւ հիշենք լավագույն ու հենց այնպես պատմությունները։ Մենք այդպես պատմություններ չունենք, որ երիտասարդների ներկայությամբ պատմենք։ Սի լավ է։ Մերը միշտ դու շատ փորձառու ես, է։ Ստորիների։ Քո մասնագիտությունն է, հասկանում ես, էս իմ մասնագիտությունն է։ Ես սիրում եմ սա անեն, sense նեղ կրոգում մեր ընկերների մեջ, ընկերական, բայց սա քո մասնագիտ, դու պրոֆեսիոնալ Storyteller եմ։ Storyteller։ Արի ստարտը դու։ Այսինքն ես պատմեմ, մինչև դու կեկողնորոշվես։ Հա, ես եկել լսեմ։ Նախ մինչև պատմելու ուզում եմ կամերան ուրա, հիմնական։ Camera։ Քոնը Հենա հիմնական կամերան։ Միշտ սկսում եմ պատմել, բայց մինչև այդ Շուշ ջան, կներես, ես ընդհանրապես ոչ մի բան չկա քո դեմ, բայց դե հիմա տենց ա եղել։ բայց ասենք որ Շուշաներ Ես Արթուր Իսպիրյանը, Արտակ Գասպարյանը, մեր թեմի Արտակ Գասպարյանը, նոր հայերի գնում ենք Ռիբոկ։ Մարզասրահ։ Մարզասրահ։ Մարզա, հա։ Ինչ է կարը։ Գնում ենք Ռիբոկ մարզասրահ, դե առաջինը որտեղ որ փոխվում ենք, հանվում ենք, բան, մի հատ ցայվում ենք, որպեսզի մտնենք արդեն նախ միջև մտնելը բասեն, որոշում ենք մտնել սաունա, մեծ սաունա է Ռիբոկում, ու քիչ շոկ է։ Ահա։ Իսպիրը սկսում է Շուշոյի պարոդիան անել։ Իսկ իսպիրը շատ լավ է Շուշոյի պարոդիան անում։ Սկսում է անել Շուշոյի պարոդիաները, Շուշան ոնց է խոսում, Շուշան անում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Հա, սիրելով է իր անում։ Իրանում։ Արդեն սկսես նա իջավ տոնայնությունը, կամած մոտենում ենք դառը իրականությանը։ Ասում եմ արխային տեր եմ, ինչ անի ինձ անելու։ Ինձ է։ Չէ, ինձ։ Սաղ իմ գլխին։ Ես եմ ստորը։ Գնացինք ու պատմում է, ասեն Շուշոյի պարոդիան անում, ասենց այդ իր ձենով որ ինքը անում, Շուշոն ոնց կպատասխանի, գիտես ինչ կա, այդ սաղ հարցերին բա պատասխանում է, մենք ծիծաղում ենք Արտակի հետ, դե իսպիրը որոշում է, որ պետքա դա շարունակվի, այսինքն այդ պարոդիան պետքա շարունակել, մենք գնում ենք բասեն, վերցնում եմ ես առաջի դարոշկան, իսպիրը երկրորդ դարոշկան, Արտակը երրորդ։ Ես մի երկու հատ գնում գալիս եմ այդ 50 մետրը 100-ը չեմ հիշում ինչքան այնտեղ, հետ եմ գալիս, ասում եմ մի քիչ հենվե պատին հանգստանում եմ։ Գնում գալիս է։ Գնում էր չէր գալիս։ Հա, գնում էի հանգստանում էի, գալիս էի հանգստանում էի, այտենց գալ հանգստան ժամանակ եմ որ արդեն sense ձեռներս դրած, sense հանգստանում եմ։ Ինձ համար մի քիչ թեքվեմ տենամ երկրորդ դարոշկայից իսկ մի կապտած լողումա դեպի ինձ։ Շատ անհանգիստ դեմքով։
Սենց լողումա դեպի ինձ, սենց եկավ կողքս, ու այն որ սենց համինքը արագ էր լողում, ուզում էր ինձ ասեր ինչա կատարվել, սենց այն որ սենց այն որ հանգստացավ ու ասեց հայտարակ եղա, ասեց ինչի, ասեց այն մարդուն տենում ես, ու սենց աչքս տկեքիս եմ երկրորդ դարոշկավ մի հատ մարդ լողում, որ մեկին մեկ ես եմ։ Ու ես մի անգամից հասկանում եմ ինչա կատարվել, ինքը կարել է չպատմեր։ Ուրեմն Իսպիրանը այս մարդը լողանում է, ընդհանրապես անծանոթ մարդ։ Իսպիրանը գնում է կողքը սկսում է լողալ ու Շուշոյի տնածը անել, որ յանի ինքը խորտակվում է։ Շուշոյի ձենով սկսում է խորտակվել։ Օգնեցեք։ Այդ սաղ այդ Փարգեցեք այս մարդը, այսպես տրանսի մեջ է էլի այդ մարդը ինքը չի հասկանում, չէ։ Ասում ես ինչա կատարում։ Եվ Իսպիրինը լավ չի ճանաչում, որ Արտուր Իսպիրյանը լավ ներելի է։ Բայց չօգնեց ինչ։ Այս ամենախնդիրն է, չի բավարարվում, որ կողքն է այտենց անում։ Ես իջել եմ Այս մարդը հատը սենց բան։ Իջել ասում։ Սենց բաներ եմ անում, որ փրկեք ինձ։ Այս մարդը են որ բանը, չէ, ոնց է կոչվում։ Վարդանը էս ինչ Չի օգնում Վարդանը։ անտարբեր մարդ է։ Հա։ Այս որ սենց ես ան, բրաս։ Այս մարդը բրաս է լողում, դե բրասի ժամանակ մի պահ սկում ես։ Ինքը ջոգում է, որ բրասի մոմենտ կա սկելու։ Սենց գնում է դեմից, որ ջոգում է կողքից ռեակցիա չի տալի, դեմից բրասի սկելու ժամանակ ինքը սենց Այս մարդը ամեն դուրս գալուց ավելի շատ է զարմանում, այս մարդված Բայ ես պատկերացրել իր ու այս Իսպիրանը կանասմա դուրս է գալի նստում է այդ բասենցին, արդեն հասկանում է, որ այդ ես չեմ։ Ու այս մարդը սենց դանդաղ, սենց բասենից դուրս է գալի, պալածենցով սենց փաթաթված, գալիս է նստում է Իսպիրանի կողքը, սենց ֆորում սենց ան։ Լավ չեք, հա։ Չէ, լավ չէ։ Արդեն լավ է։ Լավ ես։ Հա, լավ ես։ Մոտացել է ջրի մեջ։ Սիհամիկի բան։ Մոտացել է Ու չի փրկե, չի օգնի, ոչինչ չի արել, էլի։ Դե Իդեպ ամենամեծ մարզասրահը եւ նաեւ rooftop լողավազան շատ շուտով կլինի Skyline թաղամասում, ինչու ձեռք բերել բնակարան Skyline-ում։ Հրաշալի տեղադիրք, պրեմիում որակ, 2 հեկտար կանաչ տարածք եւ բոլոր բնակարանները ներքին հարդարմամբ եւ ներկառուցվող գույքով։ Ու այնտեղ հաստատ Զադոյանին չես խառնի որևէ մեկի հետ։ Skyline ավելի նորարար, քան կարող եք պատկերացնել։ Մեր առաջի, այսպես ասած, նոր հայերով։ Հա։ Առաջի պայեստկան Ամերիկա, Լոս Անջելես։ Մեր մոտ կար են չեմ ասում կար, որտեղ հիմա չկա մեզ հետ չի, մեր ավտորներից մեկը, լավագույն ավտորներից մեկը Հովհաննես Կոսյանը։ Ու որին ասում ենք Յուիս։ Ինքը մեր ընկերն է, շատ սիրում ենք իրան, հիշում ենք ամեն օր։ Հովոն շատ հետաքրքիր մարդ էր։ Ինքը շատ հումորով էր ու ինքը իրանով արդեն նայում ես ծիծաղալու մարդ է, էլի։ Լավ իմաստով ծիծաղալու ու մենք գնում ենք Լոս Անջելես, արդեն բոլորս մտածում ենք, հեսա իջնելու ենք Լոս Անջելես, immigration officer-ը հարցնի, ով եք, ինչ եք։ Դե հիմա գնա immigration officer-ին բացատրի կավեն է, ինչ է։ Մի հատ եկա բազարա։ Ասեցինք, всё, մենք բենդ ենք։ Կարող է KGB հետ խառնենք, չէ, KVN։ Հա, KVN, MAVN, ադեմ ենք բենդ ենք։ Բենդ ենք, ինչ արում։ Առերն է նմանն է, KVN, KGB։ Հա։ 3 տար տենում են մի անգամից դեպորտ։ Չգիտեմ, կարող է։ Ասենք, բան, բենդ։ Պայմանավորվեցինք, ամեն մեկը թիշեք ձեր դերերը, ես երգիչ եմ, դու ֆլեյտիստ ես, դա բառաբան է նվագում, Գարիկը էսա, էսա, շորը էնա, Գրիշը էնա։ Պայմանավորվեցինք, դու միաս այդ սաղ ընթացքում, ամբողջ ընթացքում հովոն քնած է։ Իսկ հովոն գիտի 3 հատ բառ, girl, boy, table, всё, այդ է իր անգլերեն։ Հիմա որ հովոն քնած է, ինքը բաց է թողում, естественно, պայմանավորվածությունը, որ մենք բենդ ենք, ու մենք իջնում ենք Լոս Անջելես, արդեն կանգնած ենք այդ հերթում immigration officer-ի հերթում, այնտեղ առաջին ասում է, ես drummer, բան, okay, բան, 6 ամիս, 3 ամիս, դե ամեն մեկին մի բան խփում են, չէ։ Drummer, ես իմ ընդ flute, singer, minger, բան, գալիս է հովոյի հերթը։ Գալիս է immigration officer-ը մոտ, ասում է, and you are, ասում է, I am after, ասում է, after what? After,
ինքը նկատի ունի մեր after-ներից, հա, բայց after անգլերեն նայում նշանակում է հետո։ Ասում է hey ես հետո եմ, ասում է ինչից հետո ես։ I'm after what? Ու հովոց էս պանիկայի մեջ անգնում, ասես չգիտի ինչ անում, որտեվ այդ հարցը չէր սպասում, էլի։ Ինքը սպասում էր, okay, դնեն ու անցնի։ Ինքը ֆորմա հետև կանգնած է շորը, հենց նոր որ զանգեց մի քիչ առաջ։ Որը սև հումորի վարպետ է։ Ու շորին ընդհանրապես չի կարելի դիմել։ Սխալ մարդը։ Ինքը ասում է, ասես հովն ֆորմա շորին ասում է, հոյթև ասում է after what? Ինչ ասեմ։ Այս շորը ասում է, ասա after shave։ Վայ։ Այս ֆորմա immigration officer-ն ասում է I am after shave։ Ու այս immigration officer-ը sense ասես երկար իրար են նայում ով է պատկերացրու մենք քեզ ասի I'm after shave չէ դեպորտ չեն բայց ձեռը արդեն տրուբկային էր գնում էլի որտեղ դեպորտի չէ բանտ էին տանելու չգիտեմ ես բան ասեց Are you hairdresser լավը զգուշացեցի իմացել է Վարշավիդ է երևի writer ասեցին writer songwriter էլի միձև տենց անցավ song ունեիք դուք որ song հա ասենք գիտես հովոյի բախտը միշտ տենց բաներում չէր բերում ինքը միշտ ծիծաղալու սիտուացիան ասենք մենք գնում ենք Մալդիվներ սաղս նորմալ անցնում ենք պասպորտներով ասում ենք հովոյին տանում են սրսկել Այն բանը է կորպորացիա մոնստրով հիշում ես այն որ աղջկա նասկին կպնում ա վրան այն որ ասես մի անգամից փագում են դիզինֆեկցիա բան որ ասես ձենա գալ է մեջից Այդ հենց գնում ենք Մալդիվներ, բոլորս պասպորտները ցույց ենք տալի, նորմալ անցնում ենք, հովին բռնում են, տանում են, որտեվ Բայց ինչի հենց իրը Որտեվ ինքը Ամերիկայից է եկել, իսկ այդ ժամանակ Ամերիկայից եկածածներին բոլորին պիչի գրիպի դեմ սրսկում է։ Հավի գրիպի։ Հավի գրիպ էր, չգիտեմ։ Մալդիվներ գնացել եք Աղունիկի գրիպեր ինչ չէ՞ էլի, միշտ եմ միշտ ամեն տարի, այս անգամ ես ոնց ասած չկարողացա գնամ, տղաները գնացին Մարոկո։ Ես մի քիչ այդ այց երկրներից վախում եմ, էլի։ Ինչի։ Դե չգիտեմ, դες նեղվում եմ։ Շատ հետաքրքիր երկիր է։ Քանի ուշի գնա միացի։ Չէ, չեմ ուզում։ Ես տենց մի Կլոնը քիչ չես նայել։ Չէ, Մարոկոն կլոնով ենք իշ։ Իսկ Շատ հետաքրքիր երկիր է։ Դա Դե ինքը աշխարհ տեսած տղա է, ես չեմ կարա տես պատմություններ պատմում, հա։ Կարաս։ Էլ մի համեստություն արել։ Հիշում եմ բանում Վանք գյուղում միջոցառում էր կազմակերպել մեր լուսահոգի Լևոն Հայրապետյանը։ Բոլորին հրավիրել էր։ Քեզ էլ Ինձ էլ, նույնիսկ ինձ էլ, հասկանում ես, ուրեմն Ես որպես after Ուրեմն հրավիրել էր բանին, Ջիվան Գասպարյանին, Լևոն Մալխասյանին, Ռուբեն Մաթևոսյան, Նունե Եսայան, Նադեժդա Սարգսյան, որ մի խոսքով քաղաքում մարդ չէր մնացել, բոլորին հրավիրել էր, մեծ համերգ էր կազմակերպում, բացումներ, իր ինչ որ կահույքի գործանի բացումներ անում, անտառի մեջ կահույքի գործան էր բացել, դեռ էլ գետի ափին բեմ էր սարքել, ելույթ պետք է ունենայինք, նենց ստացվեց այդ օրը ելույթ չունեցանք, մնացինք այդտեղ, որ մյուս օրը ելույթ ունենանք ու գանք քաղաք Երևան։ Հա, մի խոսքով ու ելույթ չունեցաք, որովհետև անձրև էր։ Անձրև էր, չեմ հիշում ինչի համար էր, բայց չէ տեխնիկան չէր հասել, մի բան կար էլի, հա, բայց գիշերը մեզ տեղավորեցին այդ դպրոցի սենյակներում ճամբար ա եղել, ինչ ա եղել, թե կազարմա էր եղել։ Քորանամ ես հետո։ Բա, պատկերացնում ես, ասենք 15 հոգի մի սենյակում, 15 աղջիկ չէ, աղջիկները առանձին էին տեղավորվել, 3-4 հոգի մի սենյակում, ուրեմն ես էի պարկած, հետո Ջիվան Գասպարյանն է այս անկողնում, Լևոն Մալխասյանն է, Ռուբեն Մաթևոսյանն է, մյուսն, դες պարկած են ու գիշերը ժամը 3-ն է արդեն բոլորը հոգնած, քնած, եւ քունը չի տանում։ Մեկ էլ սենց քունը չի տանում, բայց լսում եմ ով ոնց է քնել, էլի Ջիվան Գասպարյանը սենց Արտաշնչելուց լուրջ եմ ասում, առաջ չափազանցնելու։ Ֆուրն այդ արտաշնչում էր, հա, լավ, օքեյ։ Հա, ասես Ես գիտեի կողքը մարդ կա միշտ։ Ջիվանը ասեց կողքինա։
այդ ձեր լուրջ եմ առաջ չափազանցնելու ես այդպես դուդուկի ձեր է առնում, որովհետև իրա ինքը այդպես սովոր է, էլի ձիգ պետք է, չէ։ Հա, կողքը Լևոնն էր, որ այդպես անընդհատ ստրեսի մեջ է, այդպես եմ։ Ու մի 3 րոպե ձեն չկա։ Ասում է, Ատենց իմ տատիկն էր։ Մեկ է նորից։ Հա, բայց ինքը բան range ուներ, իսկ իմ տատիկը range չուներ։ Իմ տատիկը մի հատ էր անում շատ վախենալու։ Ունը չէր տանում։ Սաղ վեր էին թռնում, այսինքն ձեն էր գալի։ Գիտեն տունը ուրվական կա։ Մսի մի խոսքով չեմ հիշում էլ ովքեր էին, բայց ամեն մեկը մի հատ իջեր գույնով ձեներ էր հանում ու ոչ միայն ձեն։ Չէ, ավելի լավ է գնամ դաշտում քնեմ, քան ստեսակ։ Գնացի ասիլ կարող աստ է դուռա բաց ազատ սենյակնի պարկեմ։ Բաթի տենած մեջը Վանուշ Խանամիրյանն է պարկ։ Okay, լավ։ Սենց ուզում էի նստեի։ Մեկ է ձեն եկավ։ Հա ինքն էլ էր եկել։ Հա դες ջոկում եմ, նենց հաստավ էր, որ ինքը ձև չէր չլնի։ Նստեցի մեկ է, սենց ձեն եկավ։ Ով է, աշիկներ։ Շուշոն։ Դու մի ասա, նունեին Շուշայի սենյակն է։ Դուրս այստեղից։ Լույսը վառեցին։ Հա, վայ ասիկներ եք երեխեք պատմեցի բանը, մի խոսքով Ռոզովի նապաստակով չստիկ չթռավ վրե։ Դիսկ էր բաց թողե։ Ես այդ դիսկը Արտուր Իսպիրյանը։ Է։ Հա։ Դիսկ էր դուրս եկել, որը սենց էլեկտրոնիկ ձայներով էր սա, հիշում ես։ Հա։ Այ շոու Դե ասենք պատրաստ չէր քաղաքը այդ դիսկին։ Քաղաք սովոր չի տենց ձայների։ Ասենք շբլանու քաղաքը։ Շմաու։ Կարտես բան։ Հա։ Ու իսպիրի հետ նստած ենք կաֆեում, չեմ հիշում որտեղ էր, Մեղեդին էր առաջվա Պավարոցի, հա, առաջ Պավարոցի էր կոչվում, բոլոր նոր հայերով հավաքվում ենք Պավարոցի, հիմա Մեղեդի օպերայի տարածքում գտնվող մի հատ կաֆե կար։ Իսպիրի հետ նստած ենք, գալիս է Հայկոն, մեր Հայկոն, ռոմանսի։ Հա։ Հայկոն եկավ, դա Հայկոնը ուծես են ես կար ախպերներ ջան, այդ իրա խնդալու ձևը բան, եկավ նստեց, ու մի անգամ ջեբից դիսկ անեց, ասեց, իսպիրան դիսկը տեմ առե, ես իսպիրան ֆրած նսեց, հա, Պաստորեն է դու էի, չար մի հատ դիսկ էին առե, մի հատ դիսկ էին առե։ Հետո, բա դրա շարունակությունը կա, ասի նուն է ես անին մեր, ասի արի մի հատ իրար հետ այս դիսկի մեջ սխալվեցի, մի հատ դուետ պետք է թողեինք, որ դիսկս լավ ծախվեր, ասեց բա որ հետո իմը չծախվի։ Վարդան այն ժամանակ մի հատ եթե հիշում ես Նիվա ունեի, հիշում ես։ Բեժովի, ռոզովի ծաղիկներով, հիշում եմ։ Հա։ Ինչ ռոզովի։ Գիտես, ինչ շոկ էր մոտս, շիտ չի բաղում էի նայի։ Ռոզովի ծաղիկներով։ Ու շոտ խփեց, իսպիրաց եմ։ Մեկ էլ ռոզովի ծաղիկ։ Դες որ բայց բեժովի դա բեժովի հետ չէր։ Քանի որ հիշեց այդ Նիվան, ուրեմն ես դու Նարեկը, մաման, պապան մեքենայով գնում ենք Կայարան, տատիկի տանից, դու շատ պուջուր էիք, շատ պուջուր էիք, հա, ու ընդեղ մի հատ այդ Թելի վրա ասենք։ ոնց էր մոստը չհաս, ռուսերեն ասած են ստրեչի մոստը չհասած, մի հատ ռազմարոտի տեղ կա, ռուսերեն եմ ասում, որ մի քիչ ավելի տենց կենցաղային զրույց լինի, հա։ Ես տեղ դե քանի որ նոր էի սկսել մեքենա քշել, բան, սենց նիվա բան, հա, անենց արագ ընդեղ շրջապտույտ ռազմարոտ արեցի, մեքենան երկու ակի վրա սենց գնաց, ու ես տենց առանց կանելու մի կիլոմետր երկու ակի վրա քշել եմ Արտուրը կողքս Գրիգորյան, սենց այս կանգնի, կանգնի, հա, կանգնեցի ուղիղ ճանապարհի մեջտեղը ու սենց 5 րոպե սենց մնացել ենք շոկի մեջ, որովհետև իջի մեքենայից ասեց, ես իջա մեքենայից, եկա ինքը սկսեց քշել մեքենան, նենց էինք վախեցել, պատկերացրու ես երկու ակի վրա, ես էլ վախեցա, սա քշում եմ սենց երկու ակի վրա, հա,
Այնպես որ հիմա որ պատուհանից դուրս եմ դռնելու ընթացքում։ Հիմա որ լավա շուրջ եկանք, Մանու ջան։ Հա, չէ, բայց լավ եք խրծել։ Բայց ինչ գույներ քո նիվան։ Կարմիր։ Կարմիր էր։ Հա, հիշում եմ որ հիմա որ այս նիվակ շոհներին ես ասում, արա այս ինչ մարդիկ են սրանք մուզիկան բարձր դրել են, ես ոնց են քշում, ես հիշում եմ որ ես էլ եմ եղել ժամանակին բայց ի տարբերություն լավ երաժշտություն է լսում մեջ էլի Ստիվի եւ Ռաբիշ չէ լսում լավ միշտ իմ մեքենայից լավ երաժշտության ձեն է եկել ես ու Արամոն միշտ նստում էինք տենց Ամերիկայում Գրիշը ես ու Գրիշ Աղախանյան որ Ամերիկայում էինք անում էինք Գրիգոր Աղախանյան and Friends ալբոմը մի հատ էլ դուրս եկավ չէ top 10-ի վերջում Գրիգոր Աղախանյան and Friends զուգահեռ համերգներ նոր հայերի հետ զուգահեռ ինչ որ պրոյեկտներ, զուգահեռ Էլվինա Մակարյան, Էլվինայի հետ էինք ամբողջ օրը ու անում էինք Էլվինայի համար դիսկ Հայկոյի հետ։ Հա, շատ լավ դիսկ էր։ Հա։ Ու ոնց որ ասած գոյություն ունեին Գրիշը ու էլի մի հատ Գրիշ կար, իմ ընկերս, Ամերիկայի Գրիշը։ Դե որ տարբեր ենք այդ երկու Գրիշին իրարից, այն մեկին ասում ենք Սիրուն Գրիշ, ոչ Աղախանյանին, էլի։ Հա։ Դե Գրիշ, հիմա տենց է։ Սիրուն Գրիշ, ասում են, որ Գրիշ, ասում ենք Սիրուն Գրիշը, ուժը պարզա որ Աղախանյանը չի, էլի։ Ու Սիրուն Գրիշը մի օր գալիս ասում է, վար, տարի մի հատ տեղ ենք գնում։ Ասի, ուր։ Ասեց տեղ։ Ես ապրում էինք Հոլիվուդ բուլվարի կողքը, հորաքրոջստանը։ Գնացինք, եկանք հասանք Beverly Hills Beverly Hills-ում ինչ որ պտույտներ արեցինք, չեմ էլ հիշում ճանապարհը, կանգնեցինք ինչ որ մի հատ մեծ ասաբնյակ էր։ Մեծ են որ կողքից հենց մոտ են մեզ ասաբնյակին, մի հատ հենց ձենա գալի, հաստատ Ռոթվելլեր ունեն էլի, մի 6 հատ։ Ու ասենք բան, այնտեղ անգլերեն բանը, ով է ինչա, Գրիշը ասեց մենք ենք, տիպը։ Ասեց это мы, ռուսերեն։ Բացվեցին դարպասները, գնացինք, ասես բասեին էր, կողքը ասենց պտտվեցին, կանգնեցինք ասել։ Հա, Չարլի Չապլինի տունոտ էր։ Հա։ Կանգնեցինք այդ շքեղ ասաբնյակի мот, դուրը ծեծեցինք, բացեց ռուսկին։ Ой, бан, мальчики, привет, бан, Гришка, заходи, я вообще, а это кто? Это мой друг Вартан, очень приятно, садитесь, бан, сейчас кофе поставлю. Գնաց կողքնյայում կոֆե սարքում։ Մենք շենց նստած ենք, ինչ որ դեմս արջ ասեն, սպիտակ, պոլին, բան, ինչ որ տենց հոտ տուն է, էլի։ Լոսի գլուխ, սենց պատի վրա, ինչ որ արջ, բան, ինչ որ։ Տենց ինչ որ ախոտնիչիոտ բաներ կան մեջ, էլի։ Տուններ։ Լոսի գլուխ։ Սպյուրիկ, բայց հետևանց։ Լոսի գլուխ, Լոս Անջելեսի, թե Սպյուրիկին գլուխն էին խփե, հետևն էր, մնաց հետևն էին պատին կպցրես։ Սպյուրիկի պոչ էր, ու ոտները։ Պոչով է զանգ եք տալի։ Պոչով է զանգ եք տալի։ Կլնգ։ Դա։ В общем, կոֆե ա դնում, դե ինձ հետաքրքիր ասում եմ Գրիշ, որտեղ ենք, բան, Գրիշը սենց որ ասում է ջոգի։ Ինքը հասկացի, բան։ Դե ինչ հասկանամ, որտեղ մարդ ես վեր ես կանում, տենում եմ այնտեղ սենց պատի մեջ սենց ոնց որ սլոտեր են, որոնց վրա ֆոտոներ են դրած։ Հա։ Ու գալիս եմ սենց նայում եմ այդ ֆոտոներին, ուշադիր սենց են որ չփուճուր երեխա է, մեծ ինչ որ papai հետ ենթադրաբար թե քերինա թե որ եղբայրը, բան մեկ էլ տեսա այդ կնոջը, որը կոֆե է դնում Միլա Յովովիչի հետ։ Միլա Յովովիչի մաման էր։ Գնացրեք Միլա Յովովիչի տուն։ Հա, չհասկացա այդ ինչ էր, ասում եմ Միլա Յովովիչի մամանա, մեկ էլ եկավ այդ կինոս խալաթով, կոֆեները դրած բան, ինչ որ պեցի ռիբյատա, բան ինքնես ես նստելա նայում ավելին, մեկ է զանգում է հեռախոսը, իմ հեռախոսը զանգում է ինձ Երևանից Մուրզում։ Ասում է Զադոյան, ուր ես։ Ասի Միլա Յովովիչի տանը կոֆե եմ խմում։ Ասեց վերջացա ապուշ բաներ մի դուստու։ Ասում եմ ուրեմն հորս արեց Միլա Յովովիչի տանը կոֆե եմ խմում, Մուրզը ասում է չեմ հավատում, մի հատ շո մի բան ասում է ապացույցներ։ Ու ասեցի, դե ասենք թե ապացույցներ եք ուզում, ասեցի Միլա Յովովիչի մամայի հետ նկարվեմ։ Ասի կարելի է ձեր հետ նկարվել, դա пожалуйста, բան։ Ու Միլա Յովովիչի մաման ասեց, որնում է տան տապոչկեքով, տան տապոչկեքով, որ ասես ծաղկավոր խալատներ են էլ նոմեն։
Տիգրանարի տուն, այդտենց խալատներ կան։ Այդտենց խալաթով դուրս եկան Գես Գրիշոյի Միլայովիչի մաման նկարվեցինք, այդ նկարը կա, այդ նկարը բերեցի Մորզոյից, ցույցացից դա սայից ոչ իման չի ասում։ Ուրա Միլայովիչ։ Վայ։ Միլայովիչը այդ ժամանակ գաստրոլներով է։ Իսկ ով էր այդ կենթանիներին սպանել։ Միլան։ Միլայովիչի քերին։ Հա։ Շատ դաժան մարդ էր ինքը։ Հա։ Իմացանք մենք հետո։ Նոր հայերից մի բան է պատմի, էլի։ Մեզ միշտ այդ նոր հայերի թեման շատ հետաքրքիր է։ Նոր հայերից Արտեմ Հակոբյանի պատմությունը կարամ պատմեմ նավի վրա։ Ահա։ Գիտեք Արտեմ Հակոբյանին բոլորը։ Գիտենք, այո։ Այն ընկերական այն ամրությունը շատ ուժեղ է իրանց մոտ, նոր հայերի մոտ։ Եվ նաև հին հայերի մոտ։ Հին հայերը Ռուբոյենքը։ Ռուբոյենս մոտ է, իրանց շատ են օգնում ու իրանց մեջ այդ համագործակցությունն ու այդ ընկերական այդ բանը շատ է, էլի։ Դե մենք այն ոնց որ ասած իրար այդ դպրոցը շատ եմ սիրում ձեր, այդ մի հատ մեծ դպրոց էր, որ դուք անցաք, որ շատ քիչ կոլեկտիվներին է հաջողվել այտենց լավ ընկերներ մնան երկար տարիներ։ Նույն տարբեր լավ չի։ Հա։ Ձեր կոլեկտիվը։ Դե մեր կոլեկտիվը գիտես ձերը ո՞րն է երաշտական կյանքում մի քիչ ուրիշ է, էլի, այտենց շատ եք տվել իրար։ Հա։ Շատ եք տվել իրար։ Չէ, Երևակայի այտենց շատ ավելի կատակով բանով, հա, բայց չէ, բայց երկի պետական թատրոններն էլ է շատ պատմություններ, որ ես լսել եմ, ծիծաղալու պատմություններ ա եղել շատ։ Հա, չգիտեմ ինչի չի պատմում։ Անոն Մանուկյան, Ալան Լևոնյան, շատ է։ Անոն, հա, ճիշտ է, հա։ Ես ու Արտուր Գրիգորիչն ենք ծիծաղալու պատմություն ունեցել։ Լուրջ։ Մաֆիան։ Որը։ Սեն Բեռնարը, դու գիտես, ոնց չգիտես։ Հա, հոգնած Սեն Բեռնարը պատմի։ Մաֆիա ենք խաղում Ամերիկայում, Գափի մոտ։ Ռուբոյենս թմի կապիտանը առաջվա։ Արմենը։ Մաֆիա ենք խաղում, նստած է ինչ-որ Զվյոզնի սաստավ, Գրիգորիչնա նստած, չեմ հիշում, Կարոնա նստած, Միրանը, Գորը, Կիրակոսյան, ընդեղի Զվյոզնի սաստավ, էլի։ Գրիգորիչը կողքս է։ Ու ներվերս ուտում է, ամբողջ խաղ։ Ես այդ խաղը տենց է չհասկացա։ Դե ես քեզ կսովորացնեմ։ Պետք է սուս մնաս, ու ում տենում ես, ասես դու սև ես։ Всё, այդքան բան։ Հա։ Ես չէի տել։ Հա, Ամերիկայում պետք է թակուն խաղաս այդ խաղը։ Հա, որ չասես։ Կամ դե ասես դու աֆրոամերիկացի ես կամ չգիտեմ։ Ոչ իմ խաղում ենք խաղը։ Ես սև եմ, ես չէ։ Գրիգորիչը սև է, ես կարմիր եմ։ Ես ջոկել եմ, որ Գրիգորիչը սև է։ Բարդում եմ, որ Գրիգորիչը սև է, Գրիգորիչը սև է, Գրիգորիչը սև է։ Ինքը նենց է ֆրացրել խաղը իմ վրա, որ ես եմ սև։ Բոլորը իմ դեմ են դուրս եկել, ինձ են ուզում հանեն։ Ես միակ կարմիրն եմ, որ ես դուրս եմ գալի, խաղը կրվում, հա։ Ու ես իմ վերջի խոսքն է, որ ես պետք է հիմա ելույթ ունենամ ու ապացուցեմ, որ ես կարմիր։ Եթե ես չապացուցեմ, Գրիգորիչը ինձ հանում է ռադա անում։ Ու ինքն էս նստած է գող դեմքով։ Նայում եմ վրան, ասում եմ ժողովուրդ հասկանում եք, որ ես կարմիր եմ։ Ափսոս այս խաղի մեջ երթվել չի կարելի։ Դու գանկա խաղից հանում են։ Բայց եթե հնարավորություն լիներ, ես դա կանեի, բայց ես չեմ կարա դա անեմ։ Ես կարմիր եմ, հասկանում եք, ուսես թեքվում եմ, խոսում եմ բանը Կարոյի հետ։ Կարոյի հետ ասում եմ ես կարմիր եմ, ուսես խոսալով որ ասում եմ կարմիր եմ, ուսես վարում եմ Գրիգորիչի դեմքն ասենք։ Այսինքն ուսու դեմքներով ասում ենք ու շատ ջղայնացած ասում եմ դու ինչ ես հոգնած Սեն Բեռնարի դեմքով վրես նայում ու Գրիգորիչը ու այդ դարավ ինքը շատ էր սիրում այդ ֆրազը այդ ֆրազան սիրում էր միշտ հենց ինձ տենում էր ասում էր հոգնած Սեն Բեռնարը քթից եմ բերել այտենց բայց Արտյոմ Հակոբյանի մասին էլ է Արտյոմ Հակոբյանի մասին տղաները ուրեմն նավի վրա նստած են մեծ նավ է կրուիզ է ինչի ես տղաների անունից եմ պատմում որտեվ ես չկա այդ կրուիզին բայց ամբողջ մանրամասնությունները գիտեմ Սուշի բարա կրուիզի այդ բանը նավի վրա տղաները բոլորը նստած են սուշի բարում դիմացը սենց ապակուց պատկերացրեք տեղա ու սենց մի քիչ պալուբայա ու արդեն ծովն է
Բոլորը նստած սուշի են ուտում, Արտյոմը մի քիչ ուշացած գալիս է, սենց կանգնում է այդ ապակու դեմ ու սենց անում։ Տիպը վխոդը ուր է, ոնց մտնեմ այդտեղ։ Այս տղեկը վխոդը ընդե է։ Այս տղեկը սենց են անում։ Ջոմը ֆորմա, սենց գնում։ Ջոմը արդեն մի 40 րոպե չկա։ Տղեկ հանգիստ ուտում են, թե կա ջոմը կա, չկա։ Որտեւ ջոմը դու մի ասա, ուրեմն պատմությունը, ջոմը գնում է նավի ծերը։ Են որտե բան են ոնց անում ածուխ են լցնում բամբուրները բան։ Դու տենց մարդու ածուխով նավ ես նստել։ Այդ մեխանիզմները բան ինչ որ բացում ա դուրը մարիակա քրֆում ֆրանսիացի իրա։ Ժելլա, կոնսեպցիոնը վախեցած ֆրանսերեն թազա բառը ժելլա։ Ջհանդամ, չգիտեմ ֆրանսեն չգիտեմ, բայց Ջոմը լրիվ բանա ռատատույա դա։ Նավով գնում է։ Ինչ որ մարդիկ հարցնում է սուշի բառ, ասում են ու աննորմալ ես։ Արդեն բանի տեղն ես, որտեղ Դիկապրիոն է, ասես։ Ատե է Ջոմը։ Հա։ Այդ Դիկապրիոն չէ։ Դիկապրիոն արդեն կանգնած ասում է կներեք սուշի բառը, որտեղ է Դիկապրիոն։ Սեն արդեն Ջոմը սենց գնում է նավի դեմը ու սենց հետա գալի։ Չի ֆայմում նույն ձև հետ գա։ Ում է նավը։ Դուք հələ պետք է գնա մտել այն ծերը հասնի։ Մեծ նավերից է, հա։ Հա, այն։ 1500։ Հա, իչո կրուիզի նավ, հա։ Դրանք արդեն կերել են, պրոստը նստած խոսում են, բան, շփվում են, մարդիկ բարում, այնտեղ շոտլանդացիներ կային, որ տղեկը որ ասցին ծոմին, սենց արեցին, այս շոտլանդացիները, հաճասա, լավ ասուս մնա։ Սեն։ Ծոմը գնաց։ Հիմա մի ժամ հետո գալիս է այն կողմից Ջոմը։ Դուք ինքը այն կողմից էր եկել, որ արծրեց ոնց մտնեմ։ Էլի այն կողմից եկավ։ Որտեղ ֆրացել է ամբողջ նավը։ Մրուտ։ Չես ոտքի հոգնած։ Ոնց որ այդ նավի բոմժերն է։ Գալիս է այս շոտլանդացիք ծիծաղում են։ Սաղ նավը ծիծաղում է, որտեվ արդեն տեսան չա կատարվել։ Վերջը տղեկ մոտենում են, ցենց այդ ուղակի այդ ապակին կաշում են։ Ջոմը ջղայնացած մտնում է տենց։ Բայց նեղացած չի մնում։ Չէ, ջոմը չի նեղանում։ Նավային պատմություններից ես էլ պատմեմ, ուրեմն ընտանիքով գնացել ենք կրուիզ, ուրեմն Մեքսիկայի ափերով Կաբո Սան Լուկաս, Մազատլան, չգիտեմ, տես տարբեր տեղեր գնացինք, հա, 7 օր կրուիզ էր։ Ու ես գիշերը որոշեցի, որ դուրս գամ ու նայեմ օվկիանոսին, դուրս եկա ու մոռացամ ես որ համար առաջի օրն էր, որ համարի սենյակում էին, փոքր կայոտան են, գիտես։ Հա։ Հա։ Դուրս եկա, հիմա հետ եմ գալի, ուզում եմ գտնեմ, չեմ կարողանում գտնեմ, ասում եմ, հիմա ում դուրը ծեծեմ, հարցնում եմ, ես որ սենյակում եմ։ Վերջը, գիտես, ամբողջ գիշեր մնացել եմ դուրս այնքան, մինչև ճաշանը ժամը 7:30 բացվել է, որ մերոց հանդիպեմ ճաշանը։ Որ քնես։ Հա։ Հետո եկա քնեց։ Ճաշարանում։ Գրանցման էինք հյուրանոցում, նոր հայերով։ Բանա, գրոզավոյ լիֆտ է, գնում ենք այդ գրոզավոյ լիֆտը նստենք։ Որտեվ շատ ենք, ամբողջ թմով գրոզավոյ նստեցինք, մեկ էս հերվից մի հատ ռուս աղջիկ սենց կյաժ մազերով սենց ոյ подождите, բան խեղճ աղջիկ։ Դուք պահեցինք լիֆտը, եկավ մտավ, դուռը փակվեց, այդ աղջիկը գնում էր 9, մենք 10։ Որտեվ ինքը սխմեց 9, մենք 10։ Հագին ժամանակ ունենք։ Ամբողջ ճանապարհ 1-ից մինչև 9 ամբողջ թիմը հայերեն քննարկեց, թե ինք այդ աղջիկի հետ ինչ կաներ։ Արա էսիշ լավն է, այդ սաղից սկսած, մինչև Ու հայերեն, հայերեն, որ բան չէ։ 9-րդ հարգում լիֆտը բացվում է, այս աղջիկը ֆռմ ասում է, չի կամաչում տղան է։ Ամբողջ թմով մտանք Գեդինը, դուրս եկանք, փառք Աստծո, ես բան չէի ասում։ Top 10-ից չես հիշի ոչ մի բան։ Օ, top 10-ի ձայնագրությունների ժամանակ։ Ձայնագրություններից, օրինակ, որ միշտ լսում ենք այդ որ Ռաբիզ երգերը թարգմանում ես տակից, մեռնում էլի ես այդ թարգմանությունների վրա, միշտ այդ տեղում էի, օրինում, թե քննարկում էի։ Ջեյմս Բրաուն, որ երգել ես։ Ջեյմս Բրաունն էր։ Ջեյմս Ես միակ բանը հիշում եմ, որ մենք չէինք կարող ձայնագրվենք, որ դու ստուդիայում ես։ Հիշում ես, որ կանգնել էինք միկրոֆոնին երկուսով իրար դեմ ու 3 ժամ դուբլ էր գնում, որտեվ ասցին վերջը դուք իրար հետ մի կանգնեք։
Հերթով գնում, դե ծիծաղում ենք չեկան։ Բաներ, եթե կարային ժամանակ ու դու։ Don't touch the phone, don't touch the phone, don't touch the phone, don't touch the phone. Հետո էլ ասեցինք պետքա Շուշոին կանչել Բեքերի համար։ Շուշոնը եկավ top 10։ Top 10-ում ով ասես չի մասնակցել։ Թուփակի գործն էին, չէ՞, ձայնագրվում։ Թուփակի գործ էինք ձայնագրվում, մեզ հետ ձայնագրվում էր Հասոն Կարապետյան, Շուշոնա ձայնագրվել, Իդանա ձայնագրվել, Բեքերը, Արտուրը Ջանիբեկյան կտոր ունի, ոչ մեկ չգիտի որ ունի։ Ոչ մեկ չգիտի որ կտոր ունի Արտուրը Ջանիբեկյան։ Գարուն է բացվելը, երբ որ գործը նոր է սկսում։ Հասմիկ Կարապետյանը հեռախոսով խոսում է Արտուր Ջանիբեկյանի հետ։ Արտուր Ջանիբեկյանը ասում է, «Այսա շիշը կտամ գլխիդ հասում»։ Դա Հասոն ու Արտուրն են Ջանիբեկյան իրար հետ։ Մեջը ձայնագրվել է, ասա։ Արտուր Ջանիբեկյան, վերականգնեք top 10-ը, բրավիզը։ Երկրորդ շանսը։ Որն է ձեր ամենասիրելի երգը։ Ես ասա։ Երկուստը ասել եմ։ Stevie Wonder Black Orchid։ Չորն արխիդեա։ Հիմա ես որ ասեմ այն երգնա, որ հələ չի գրվել, շատ սենտիմենտալ կլինի։ Շատ։ Սպա։ Հա, սպասում եմ այդ երգին, որը շատ Հա դու քո երգերի մասն ես խոսում։ Չէ։ Որը դու պետք է գրես։ Աշխարհում որը չի գրվել, հա։ Արտուր Իսպիրյանի կողմից։ Կարող է մի հատ այնպես երգ գրվի։ Կարող է մի հատ այնպես երգ գրվի, որ ասեմ Սա իմ, էլ չի գրվի, չէ։ Սա լավերը գրել են, դրա համար այդ լավերից ասա որն է։ Ես էլ եմ Stevie Wonder-ի ֆանատ եմ ու The Secret Life of Plants այդ եմ սիրում։ Նույն ալբոմից է։ Դարաներ, հա։ The Secret Life of Plants։ Երգը է, ալբոմը չէ։ Հենց երգը։ The Secret Life of Plants-ի The Secret Life of Plants-ը, հա։ Իսկ սիրելի ֆիլմ։ Մշտական սիրելի ֆիլմ Strasti Христовы։ Ես vintage ֆիլմեր եմ սիրում, հին ֆիլմեր եմ սիրում, նոր։ Այն որ ձեն չկա, որ տակը բամ։ Այդքան չէ, այն բանի օրինակ Papillon ֆիլմն եմ սիրում։ Հա, Մատիլոկ, հա։ Հա։ Բանտարկման մասին, չէ։ Այո, այո։ Դաստին Խոֆման եւ Դաստին Հոֆմանը շատ հետաքրքիր։ Shining-ն եմ սիրում, որը շատ էլի տես լավ։ Jack Nicholson-ը։ Jack Nicholson-ի։ Վերջներս է դա։ Հա։ Վերջներս։ Իսկ սերիալներ նայում եք։ Այն էլի հին ֆիլմ եմ սիրում։ Love and Marriage, ba-ba-da-ba-da-ba-da, I Love Lucy։ Էդի չէր էլ, I Love Lucy սերիալն եմ սիրում։ Սերիալը։ Հիմա իրա վրա պլետ պետք է փռածել դերուս է, ապա այսպես գնաց տեղից։ Սիրում եմ այդ սերիալը։ Love and Marriage։ Ու կլեչատվի աջավ, չէ։ Ու կլեչտի։ Դեն, որն է քո։ Կլետ կազալ ու սետ կա I մազերի։ Love Lucy-ն բան։ Ամենասիրած սերիալը Deadwood։ Deadwood։ Ով է ձեր սիրելի հայ երգիչը։ Հայ երգիչը Արտուր Իսպիրյանը։ Լուրջ։ Հա։ Էդուի։ Այսքան բան ասիր իմ մասին ու տենց։ Չէ, բայց իհարկե ամեն։ Thank you։ Հունարվում եմ։ Արտուր Գրիգորյանի պես իր երգերը կատարող, ես չեմ ով էլ որ կատարի, որ ասում են այ տեսեք ինչ լավ է երգում, իր նման ոչ ոք չի կատարում իր գրած երգերը։ Սիրելի հայ երգչուհի։ Շուշան Պետրոսյան, Էլվինա Մակարյան։ Դες ունի Շուշանին առաջի տեղ եմ ասում։ Շուշանը Պետրոսյան երգեր ունի, որ յունիկ է, էլի ոչ ոք չի կարա կատարին ես, ոնց որ ինքն է կատարում։ Առաջին celebrity crush-ը։ Բայց շատ գեշան մտամ, թե չէ։ Ասա, էլի խնդրում։ Գենադի Խազանովն է։ Ella Fitzgerald։ Էլա Ֆիջերալդին է։ Ella Fitzgerald։ Չէ, եւ Բիանսեն է միշտ եղել։ Բիանսեն ծնված չէր քո առաջինի։ Լավ։ Առաջինը, ամենաառաջինը։ Դու Այն ամենա բանը։ ամենաառաջինը, Դայանա Ռոսն է եղել։ Դայանա Ռոսն է եղել, բայց նմանել են է Բիանսեի։ Շատ եմ սիրում, հա։ Դայանա Ռոսը է սիրում մի խոսքով։ Հա, բայց հիմա չեմ լսի իրան, հա, հիմա չեմ լսի։ Crush-ը, դա լսելու հետ կապ չունի crush-ը։ Հարաբես կապ չունի։ Ոնց լսելու, բայց Ստեղ ուրիշ բան է պետք։ Crush եմ եղել։ Եղել է կին, որը դուրս եկել է վիզուալ։
ասենք համարել եմ, որ ինքը գեղեցիկ կին է։ Դերասան է Սոֆի Մարսոնը։ Բայց ինքը իմ celebrity crush-ը չի։ Ես իրարված չեմ եղել, տենց Ընդհանրապես, հա։ Բայց ես խի ասացի։ Տենց։ Բայց ես ասեցի։ Բա դու այսօր Դայանա Ռոսի հոդվածով հակցու։ Չէ, բայց ես սխալվեցի, ես Շադեն եմ եղել, լսի, Շադեին եմ շատ սիրել, Շադեին որ կենացները քաղցրանում են սպասեք։ Հիշում ես, այն որ առաջի կլիպը տեսանք Շադեի, ելույթը տեսանք, այդ բան ենք ծանր էինք շնչում բոլորս։ Ես չէ։ Ես ան Շադեի վաղ ես չնկա է դրան։ Չէ, այդ երկելը չէ, իր երկելը երբեք տենց ինչ-որ բանում, իր տեսքը, կերպարը, իր Վերջինը ինչ եք փնտրել Google-ում, մի հատ հեռախոսները բացենք, կամ ինչ եք հարցրել ChatGPT-ին։ Վերջի փնտրածը Google-ում։ Կոմենտներում գրել էին հարցրել։ Հարցրել եմ ChatGPT-ին, ինչ եմ հարցրել։ Մի հատ տեսնեմ Google-ում ինչ եմ փնտրել վերջինը, հա։ Օ, վերջինը բան էր։ Ես շատ եմ սիրում Google-ում, Google-ը photo search ունի, գիտես չէ, ֆոտոն որ պահում ես վրա, նոր վերնիսաժում մի հատ հին վինտաժ ապսեր ես նկարեցի, տեսնեմ գինը ինչ արժի իր, ու կտա, հա։ Որտեղ էր թանկ, on-line թե ստեղ։ Ստեղ ավելի թանկ էր։ Ստեղ, հա, ավելի թանկ էր, հա, ստեղ միշտ ամեն ինչ թանկ է, քան ստեղ eBay-ում։ Ինչ եք փնտրել Google-ում։ Ես ամաչում եմ ասեմ։ Բա ChatGPT-ը իմ մոտ։ Իմ մոտ ChatGPT-ում ես փնտրել եմ բանը։ Կարող են արդյոք ցավալ ոդքերը գարեջրից։ Տենց։ 50 տարիում։ Գարեջուր էի խմել, ոդքերս ցավում էր։ Երկրորդ ոլումն է, էլի։ Ոնց եք երաժշտություն լսում հեռախոսով։ Apple Music, Spotify։ Ես լսում եմ Spotify-ը լսում, բայց հիմա լսում եմ YouTube Music։ Դա YouTube-ը չի, YouTube Music-ը։ Հա, YouTube Music-ը ուրիշ է։ YouTube Music-ը իմ սիրած, որովհետև սովորել եմ, կարող է շատ ավելի լավերը Kobus կա, մյուսը կա, բայց սովորել եմ YouTube Music-ին, որովհետև հեշտ է search անելը։ Վերջինը ինչ երգես ներբեռնել YouTube Music։ Olga Kankova։ Olga Kankovan իմ ամենասիրած դաշնակահարույնն է, հիմա ժամանակակից, իր տրիոն եմ լսել 3, հա։ Նոր ալբոմ։ Եվ իմ կատվի հետ։ Ես կատու ունեմ։ Կատվիս հետ գրկած լս։ Նոր ալբոմը, հա։ Ինձ ոնց իմ կատվի հետ ալբոմը։ Olga-ի իմ կատվի հետ ալբոմը։ Olga Kankova։ Սադոյան դու։ Չէ, iTunes-ից եմ օգտվում։ Հա։ Որ երկն ես վերջինը ներբեռնել։ Վերջինը ներբեռնել եմ, հեսա ասեմ, ես John Mayer-ի ալբոմն եմ ներբեռնել, Continuum կոչվում։ Ու վերջի հարցը էմոջի օգտագործում եք։ Հա։ Որն է ամենաշատ օգտագործվող էմոջին։ Էս ոնց է։ High five-ը։ High five-ը, հա։ Որ կոնտեքստում է սարել։ High five-ի կոդեքստում, բայց ես ավելի շատ դա օգտագործում եմ FB-ում մարդկանց վրա կներեք կայֆավատ լինելու համար։ Ես բանն եմ օգտագործում աչքով, որ աչքով։ Մեկը կարող է գրի տատիկից գլուխը ցավում է, այս մի անգամից տակը։ Պտ 3 հատ։ Անցնում ենք առաջ եւ խաղում ենք թե-թե։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Ital Solar, որը ներկայացնում է արևային կայաններ։ Իդեպ արևային կայան ձեռք բերելով դադարում եք վճարել հոսանքի դիմաց եւ նույնիսկ եթե կայանը գնում եք ապառիկ տարբերակով, ապա զրոյացնում եք հոսանքի ծախս։ Փոխարենը մինչեւ 7 տարի ժամկետում մարում եք ապառիկը, որի ամսավճարը 40-ից 50%-ով ավելի քիչ է, քան այն գումարը, որն ամսական վճարում եք հոսանքի դիմաց։ Իսկ ապառիկը մարելուց հետո մինչև կյանքի վերջ մոռանում եք էլեկտրաէներգիայի հետ կապված ցանկացած վճարման մասին։ Զանգահարեք 812 կառչամարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Քանի որ Վարդան Զադոյանը սիրում է ձեր կյանքը ուտել, պարոն Իսպիրյան, մեղմ ասած չէ։ Ինչու՞ ես իր կյանքը չեմ ուտում։ Լավ առումով։ Այսօր բացառություն ենք անելու եւ բացի ինձնից ես նախապես պատրաստել եմ հարցեր, բայց ուզում եմ դու էլ հարց հնչեցնես։ Okay, Քո ուզած անուններով։ Ինչ հարց ուզում ես։ Թե ենք խաղում, այն որ նկարները։ Հա։ Ապա
Դու պետք է մեկին ընտրես։ Հետո ես եմ հարց տալու։ Կարաս։ Չէ, ասա։ Ասենք իրանցից ով պետք է ու ռոլը գլներ, որ գնայր մոտը։ Խնդրեմ։ Հա, դու ես ասում, թե ես եմ ասում։ Դու ես ասում։ Բեն Լադենը, թե Ավրահամ Լինկոլնը։ Բեն Լադենը Նա պրիոմ կու ռոլը գու։ Լինկոլնը երևի։ Լինկոլնի մոտ։ Այդ երկու choice-ն է, հա, ուրիշ։ Հա, ես տենց որոշեցի։ Okay։ Ասենք բանի տենց է պետք հիմա, տենց, հա, գնացել եք դաչա պատկերացրու։ Ահա։ Դաչայում ծառերից գամակ է կախված։ Ու պիտի իրար հետ քնեք գամակի մեջ։ Ում հետ կպարկեիր գամակ։ Քնենք թե ճոճվենք։ Դրանք տարբեր բաներ են։ Այդ արդեն դու ոնց ուզում ես։ Ես իրավասու չեմ նման հարցերում քեզ դիվադաթար անեմ։ Գամակ պարկել կքնեք։ Դե կանոջս հետ պետք է ուզել։ Ո՞թե ես հիմա տարբերակներ եմ ասում։ Տարբերակները ինքն։ Հա, տարբերակ հիմա պետք է ասես։ Հա, բա ոնց։ Ջուկ Էլինգտոն։ Չէ։ Չէ։ Բայց երկրորդ տարբերակն է ասա։ Լոլա Խոմյանց։ Լոլա Խոմյանց։ Всё։ Վարդանից սկսենք։ Վարդանից։ 1997 թվականն է, Մոսկվա Կավենի եզրափակիչն է, որ հաղթեցիկ է։ Բայց ելույթից առաջ Մասլիկովը ասում է, որ Վարդան, հենց դու պետքա որոշես նրանցից ով չի խաղալու եզրափակիչ խաղը։ Մեր թվի տղաների։ Այո։ Արման Սաղաթելյան, թե Ալիկ Մնացականյան։ Ով չի խաղալու։ Ով չի խաղալու ֆինալը։ Արման Սաղաթելյանը։ Արման Սաղաթելյանը, թե Արտյոմ Հակոբյանը։ Չէ, Արման Սաղաթելյանը չի խաղալու, հանեք։ Հա։ Բայց մնաց։ Հա։ Հա, բայց ճիշտ է, Արման Սաղաթելյանը։ Ալիկը գնաց բեմ։ Հա, Ալիկը գնաց բեմ։ Հա, Ալիկին օքեյ։ ուղարկեցինք բեմ։ Հա, ես գիտեմ Ալիկին հանեցինք։ Արմանը կուլիսում է, բայց Արմանից բացի նաև կա Արտյոմ Հակոբյան, թե Արման Սաղաթելյան։ Արտյոմ Հակոբյանը։ Արմանին ուղարկում ենք բեմ։ Չէ, հարցը նորից ով պետք է խաղա։ Ով չի խաղալու որոշիչ խաղը։ Արման Սաղաթելյանը։ Բոլորից միանշանակ Արման Սաղաթելյան։ Հա։ Հետո մյուս հարցը։ Հետո նենց օներ են գալու, որ պարզ է Արման Սաղաթելյանը։ Չէ, հեչ պարզ չի։ Հեչ պարզ չի։ Չէ։ Դուք դեռ չգիտեք իմ նախասիրությունները։ Արման Սաղաթելյան, թե Արտակ Գասպարյան։ Չի խաղալու Արման Սաղաթելյանը։ Արտակին ուղարկում ենք բեմ։ Այո։ Արման Սաղաթելյան, թե Կարեն Մանթաշյան։ Ադե Մանթաշը համա հանելու է, Կարեն Մանթաշյանը։ Բայց առանց Կարեն ոնց խաղակ ֆինալը։ Չէ, մենք բրուսլուն հանում ենք։ Արմանին ուղարկում ենք բեմ։ Հա։ Կարենը մնում է։ Կարեն Մանթաշյան, թե Գրիգոր Գասպարյան։ Գրիշան։ Գրիշին սաղուտ տենում եմ, չսա պետք Գրիշը։ Կարող է Մանթաշը թող գնա խաղա։ Խաղում է, Գրիշը մնում է։ Գրիշ թե Մենչ։ Մենչ պետք է խաղա։ Մենչին ուղարկում ենք բեմ։ Բեմ, այո։ Գրիշը մնում է։ Հա։ Գրիշ թե Տաշ։ Գրիշը պետք է խաղա։ Գրիշին ուղարկում ենք բեմ, Տաշին պահում ենք դեռ կուլիսներում։ Տաշ թե Գարիկ Մարտիրոսյան։ Տաշը չպետք է խաղա։ Գարիկ Մարտիրոսյանը պետք է խաղա։ Գարիկը գնում է բեմ, Տաշը մնում է կուլիսում, հաջողություն տեսնենք կհաղթեք այս կազմով թե ոչ։ Այո։ Իսկ Արտուր Իսպրանձեր հարցը այլ է։ Էլի 90-ականների սկիզբն է, բայց Երգիպետական թատրոնի առաջին հիմնադիր կազմով պետք է գնաք շրջագայությունների տարբեր երկրներ։ Դու ես որոշում նրանցից ով է մեկնում ձեզ հետ շրջագայության։ Ով է մեկնում։ Ինա Չիլինգարյան թե Իրինա Դանիելյան։ Ես որոշում եմ, որ Ինա Չիլինգարյանն է մեկնում ինձ հետ։ Ինա թե Անահիտ Մանուկյան։ Էլի Ինան։ Ինա թե Սոնա Սարգսյան։ Չէ, Ինան։ Ինա թե Էմա Պետրոսյան։ Ինան։ Ինան թե Արամոն։ Ինան։ Ինա թե Նունե Եսայան։ Ինա։ Ինա թե Էռնա Յուզբաշյան։ Ինա։ Էռնան բա։ Էռնան։ Հա լավ։
Լսի, ինա է տնես թեթև անցնում, ճամփորդությունը, խոսալը, որովհետև Իսկ Երնայի հետ գնացել ես տեղ հետ։ ախի չեմ գնացել։ Հա, լավ, էլի հարցեր կա։ Ինա թե Վահագ Հայրապետյան։ Ինա։ Ինա թե Ֆորշ։ Ինա։ Ինա թե Գրիշա Աղախանյան։ Ինա։ Եվ վերջին հարցը լավ մտածի։ Ինա թե Շուշան Պետրոսյան։ Բոբ։ Ինա։ Յար։ Շատ անհետաքրքիր էր։ Չէ, բայց շատ հետաքրքիր էր, ես կասեի, լիքը բանի ոչոք, շնորհակալություն։ Չէ, դու ջոկի, չէ նոր վերջում ինչ Դե ասում։ վերջում պետք է Մադլենը լներ, вообще-то, որ ես ասեի Մադլեն։ 90-ականների Մադլենը որտեղ է։ Ճիշտ։ Դու պրոստը քեզ թաղիր, իսպիր։ Ի՞։ Այս վերջի հարցով։ Վերջի հարցը։ Լավ։ Ինայի հետ այնքան հեշտ է համ ճամփորդելը, Այդ դու ինձ մի ասա, դու ուրիշ տեղ ասես, ուրիշ մարդու։ Հա։ Անցնում ենք առաջ եւ Էդի գուշակի։ բայց 96-ին, կարող է 97-ին միտքս փոխվի։ Անցնում ենք առաջ եւ գուշակիր ով եմ ես։ Վարդան դու սկսի։ Ես հարցնում եմ իմ նկարի հետ կապված քեզ, չէ՞։ Մի հատ ես ճանաչեմ, որովհետեւ շատ է փոխվել ով որ է, անճանաչելի է դարձել։ Ես ուղղակի ուզում հրաժեշտ տալիս ամենը։ Կինա թե տղամարդ։ Կինա։ Փախլավա սիրում է։ Եթե բնական մեղրով է, այո։ Շուշանա Պետրոսյան։ Հա։ Գիտեի դու։ Չէ՞ որ ես իմանալի։ Կարող է ակնոցները դեսել։ Հենա հերախոսկա ձեռը նայում էր։ Ոնց է նայում։ Միացել Ոչ, մենք ունենք երկրորդ տարբերակ, Ճիշտ է, այնպես փոխվել, որ Վարդանը Զադոյանքի Հա, պատժվելու։ Չէ, ես կրվեցի փաստորեն։ Չէ։ Հարցերու ինձ։ Չես կրվեմ, մի րոպե նկարենք փոխում։ Հա, նկարեք փոխում, հա։ Այս բանի համար Ռազագրևի Հիմա համար։ իմ հերթը չի։ Չէ, էլի ես եմ։ Տեսա։ Տրին Վախթան Կիկաբիձեին, սպասի։ Խնդրում եմ, էլի, այ հիմա շատ խիստ եմ դատելու։ Հարցն էս դուր, որ այո կամ ոչ է պատասխանելու, դու էլ մի հուշի։ Չեմ հիշում։ Փախլավա չի սիրում։ Շուտ դե սպասի։ Նենց հարց եմ ուզում տամ, որ մի անգամից երկուսը փակվի, էլի։ Այս նոր հայերը շատ լավ են եղավ։ Սիրուն կինա, Ոչ։ բաստեն տղամարդ է։ Թե չէ ինքը կնոջ մասին տես բան չէր ասի։ Համ տղամարդ է, համ գեշա։ Հայ է։ Ոչ։ Հայ չի։ Մոսկվայից է։ Այո։ Դերասան է։ Ну, կարելի է ասել, տեսել եմ մեկ-մեկ խաղալուց 9 ֆիլմերում։ Շատ ես Օ, շատ հուշում։ Ինչ էր վերջի հարցը։ Դերասան է, այդ ասեցի, համ այո, Ամենի համ ոչ։ ջազիցիր։ Համ այո, համ ոչ։ Այո։ Մորուք բեղ կա դեմքին։ Ոչ։ Հումորիստ է։ Այո։ Կավեն խաղացել է։ Այո։ Նոր հայր թմից է։ Ոչ։ Եթե դու իրան տեսել ես ֆիլմերում։ Ինչի հարցեր է։ Երմիից է։ Ոչ։ Կավեն խաղացել է ու Երմիից չի։ Մեկ հարց, Զադոյան։ Մեկ հարց։ Ցանկալի է չգուշակես։ Կավեն շիկա։ Մի րոպե, եթե ինքը կավեն շիկա։ Ինչ է շոկում, ասեցի, հա։ Չէ, հիմա բան մի հուշի արդեն։ Հիմա կավեն շիկա, թե կավեն շիկ չի։ Կավենի թմում եղել է այդ մարդը։ Թմում չի եղել։ Բայց կավեն շիկա։ Ոտ ինչա, բողջա, ինչա։ Դի թմում ելնես։ Այդտենց պրոստը են որ երևի այդտենց հայտնվել է կավեինի մեջ դուրս է եկել։ Դու չհուշես, ոչ, մենք հիմա 17 տարբեր հարց է տալիս, որ ռեակցիա ստուգի։ Մոսկվայից է հայ չի։ Մոսկվայից է թեժած է կավեինի հետ կապ ունի։ Հաշվում եմ 3-ը։ Երևան է։ Այ ես հարց ունեմ տալու, կներեք, հարցս տամ։ Բայց այդ 10-րդ հարցն էր։ Հիմա անուն հնչեցրու։ Հա, հիմա անուն եմ հնչեցնում։
Պախլավա ես ուտում։ Չէ։ Կարակաց։ Ես կարող եմ նույնիսկ իրան չեմ ճանաչում։ Հնարավոր է։ Реакция ստուգում։ Խարլամովն է։ Ոչ։ Ոչ։ Ինքը Մոսկվայից չի։ Բա ինչ Ու է։ ինքը կողոն չի խաղացել։ Ոնց չի խաղացել։ Չի խաղացել, ինքը կավեն ինքը Մոսկվայից չի։ Բա որտե՞ից։ Բա որտեղից է։ Ռոստովից։ Բա ես ինչ իմանամ։ Բա Մենակ ինչ ինքը իր մենակ, մաման գիտեն։ Մեկ է Սա գիտեմ որ Վադոյա Մոսկվայից է։ Շատ լավ է որ դուք Բան պատմում է, եք պարոն Մասիկով Զադոյա։ կարակը քսեցի կերա։ Մասլիկով Ռոստովսկի, չես լսել։ Բայց կարագը շատ Я не слышал, բայց ֆիլմում խաղացել է, ասեմ որ ֆիլմում է խաղացել։ Ինքը խաղացել է Кто разбил пластинку հայկական ֆիլմի մեջ։ Ինքը Հա, խաղացել է դերասան։ արխիվում կա ձեր։ Այո, արխիվում կա։ Գլխավոր դերում է Ռուբեն Մաթևոսյանը, հա։ Ինքն է խաղում, հա։ Արեստի արսնի ողջ, հա։ Հա, այդ բայց հա, Դե, Այդ որ ասեիր մի անգամից կասեի։ բայց շատ մենա պատժվելու ես։ Հիմա դու ես հարցեր տալիս, որ դու պատժվես եւ հավես խաղ։ ողջ է։ Այո, Male or female։ 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 Հա, Տենց հարցեր մի տուր։ Նենց որ ինքը ասի այո կամ ոչ։ հա, տղա է թե աղջիկ։ Հա, տենց ասա, որ ես ասեմ Կինա այո։ թե տղամարդ, ավելի կոռեկտ ասեմ, էլի։ Կինա թե տղամարդ ասեմ։ Այո։ Այո, ինչ այո։ Կինա, սպանիր, ասեցի, չէ՞ կինա։ Ոչ լինի պատասխանը։ Չէ, բայց հիմա չհասկացա։ Կարող եմ ասել չէ, տղամարդ չի։ տղամարդ չի։ Հա։ Երկու հարց եմ չէ տվել։ Երրորդ հարցն եմ տարի։ Երրորդ։ Այս մասնա բարիս մայիսի։ Արվեստի հետ կապ ունի Չեմ թե սպասում։ չունի։ Արվեստի հետ։ Հա, եթե դա կարելի է համարել արվեստ, հա։ Ինչի՞ չէ, ամեն ինչն է տենց արվեստ է, հա։ Հա։ Քաղաքական գործիչ է։ Ոչ։ Ոչ։ Ես ճանաչում եմ իրան։ Օ։ Առաջի տառը անվան մյով է սկսվում։ Ոչ։ Դու ում մասին ես մտածում։ Կնոջս։ Այդ քանի հարց եղավ։ 6, մնաց 4 հարց։ Մնաց 4 հարց։ Հա, եւ ինքը Հայաստանում է ապրում։ Հա։ Այո։ Դու չես ճանաչում իրան։ Ոչ։ Երկու Նո տիպա չեմ ճանաչում, Մնաց երկու հարց։ տենց։ Անձամբ չի ճանաչում։ Անձամբ չեմ ճանաչում։ Երկու հարց Արթուր։ Անձամբ չես ճանաչում։ Չէ, երկու հարց։ Անձամբ չես ճանաչում։ Չէ, անձամբ չեմ հանդիպել, չեմ ճանաչում, չգիտեմ։ Keep Cheng։ Ես հիմա իր հետ ինչ որ կապ ունեմ, Չէ։ չէ՞։ Հենց հիմա չէ դու, հիմա դու իմ հետ ես։ Մեկ հարց Արթուր։ Լավ, ինչ հարց տամ ես, սա հարցերը տվեցի։ Մասնագիտությունը չես գտե։ Դու մասնագիտությունը Ինչ չի դա։ Ոլորտը չես։ Մասնագիտությունը ոչ երաժիշտ է, ոչ արվեստի հետ կապ ունի, ոչ քաղաքականության հետ կապ ունի։ Արվեստի հետ կապ ունի, ասեցի արվեստ է որոշ չափով դա։ Եթե կարելի է դա արվեստ համարել, արվեստ է։ Ինչու ոչ։ Շատ ասեցիր ինչ որ, չեմ անե։ Նա հուշեցի դաժե։ Հա։ Արվեստ է։ Վերջին հարցը։ Վերջին հարց։ Հերոստատեսության հետ կապ ունի։ Այո, ուղիղ կապ։ Ուղիղ։ Ուղիղ կապ։ Անուն հնչեց։ Հենց անմիջապես հերոստատեսության են։ Լավ շատ ես ուշում, չես շատ ես ուժես հիշում։ սպիրին։ Հա։ Նարաշ Լեպչյանն է։
Հա։ Լուրջ։ Հա։ Չէ։ Հա։ Հա։ Մամայի արև։ Դնայի։ Մի երթվի ասեցինք, չէ։ Լուրջ ես ասում։ Ապրես, Օրը ինչ տիպեմ ես։ Պապայի արև թե գիտեի։ Եթե վալակարդին կա։ Մանե դու ինձ ասել էր։ Ես Ո՞վ էր։ Անկասպես ես հյուրերին ասում։ Բայց ես ո՞նց իմացա։ Գտար։ Ապրես։ Դրա համար մենք քեզ կպատժենք։ Դրան պիտի պատժեք Մասլիկովը Ռոստովից է, դե ձև չի։ Մասլիկովը Ռոստովից է, չի հաշվում։ Ital Solar. Ժամանակն է ստանալ ավելին։ Պատիժ եք հիմա մտածում իրար համար։ Ոնց եք պատժում։ Արի ես առաջինը պատժվեմ, որտեվ ես սրտից թույլ եմ։ Ում եմ զանգում, ինչ եմ ասում։ Հա, տենց Հա, բան։ Հա, պատիժ է, ես չեմ ուզում։ Նենց որ ինքը իրեն ված գա զանգի ժամանակ։ Արի, սենց։ Քանի որ զանգի ես իրան ասա։ պատժում եմ, թե ոչ։ Հա։ Բայց խի ես կռահել եմ։ Որովհետև Մասլիկովը Ռոստովից է։ Մենակ դու գիտես, մեկ էլ ինքն ու իր մերը։ Զանգի Գրիշին ասա բանը Աղախանյան։ Անգերոջ տղեն ամուսնանում է, հարսանիքին թամադա է պետք, դու քանիսով ես թամադայացնում։ Պրոբլեմ չկա։ Հա, Զանգեմ։ ես ու դու պիտի վարենք։ Ես Ես ու ինքը։ Չէ, մանեն ու Չէ, դու ինքը։ Հա, ինձ 5 են տալի, քեզ 4 համաձայն ես։ Գրիշի զանգի, հո։ Գրիշի Ասեմ զանգի։ գրիշ, ինչ որ մի հատ մարդու հետ եմ հանդիպել, անունը պարոն Հակոբ է։ Ուզում եմ top 10 անի։ Հա։ Շատ մեծ փողեր է առաջարկում, մի հատ հանդիպենք, խոսանք, ես այնքը քեզ կզանգի։ Դու Հակոբ։ Ու դու Հակոբն ես։ Դու գիտես այդ բանը։ Արե, այ ուտենց, դավայ։ Հա։ Շատ լավ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Արնես Հակոբ է։ Դու կարում ես, այդ սաղ կարում ես։ Հումորությունները շատ Եկել եմ են։ սիրում։ Հա, սիրում։ Ամեն Մարտա $8,000, հա։ Ծրտիկ հումորները, որ անում ես, ես շատ եմ սիրում։ Փողը պրոբլեմ չէ։ Բարև, պարոն Աղանյան, գիտեք ինչ, ասող բատմությունները գա։ Բատմությունները, օքեյ։ Չէ, մի րոպե Բայց մտածեմ։ ոնց անենք առանց Ջոնի Բեկյան բանը, դրան է պատասխան։ Ջանիբեկյանը տեղյակ է։ Հա, ես մեր խոսած Օկտոբեր 14 Հայաստանի մեջը դղայիս հարսանիքը բդլա։ Հա։ Հա, գուզեմ որ դու վարես, հա։ Այդ թեման փոխում ես, ես top 10 չխոսամ, ինչ ասեմ, Top 10 չէ, ասեմ հարսանիք են ուզում վարես, պարոն Հակոբը։ Հա, երկու երկեր top 10-ից գադարեսն է։ Դա քեզ ինչով է պատիժ։ Որ ասի, չէ, դա ինձ պատիժ չի։ Ես պետք է ասեմ, բան, գրիշ, top 10 են ուզում։ Top 10 ուզի։ Ասա համ top 10 եմ ուզում, համ հարսանիք եմ ուզում, ու այդ հարսանիքին պետք է top 10-ը երկեք։ Ասի որ երկերն եք։ Նոր ալբոմը։ Ասա, բայց կոնկրետ երկեր ենք ուզում։ Որ ասի որ երկեր են, այդ երկեր ասա, որ չկա top 10։ Շունակը ջոգի որ ես եմ։ Բեր ասեմ, բան են ուզում, այդ աբոն ուզում է top 10 ռաբիս, իրան ասա, в общем, զադայնը համաձայնա մենակ $50,000։ Հա, հա, այտենց հա։ Զանգի ասա, ու դու կզանգես, կասես զադան ինչքան է ուզում, կասես $50,000, այդ հանգաբազար է։ Զադանին ծրե։ Հա։ Մենակ քեզի գուզեմ։ Չէ, չեմ կարա, ես այտենց։ Հա դե չէ, ինչ անենք, ասեմ մտածի։ Չէ, չեք բռնվի, շատ լավն է։ Cypress-ն եմ ես, Margos-ն եմ։ Алло. Радоян, Привет, апեր։ привет, Варчан. Ինչ կա, լավ ես։ Լավ դու ասա։ Լավ, նորմալ, ապեր, լավ։ Գրիշ, Դե լավ Վարչան, հազը։ ապեր top 10-ով։ Մի հատ մարդու հետ եմ հանդիպել, Արտուրը ոնց որ այդ մարդու համարն է տվել, որ ստեղ հանդիպեմ հետը։ Ահա։ Մարկոս անունը։ Ահա։ Այդ մարդ բանա, ինքը ուզում է полностью ֆինանսավորի top 10-ը նոր։ Ահա։ Ինքը ուզում է նոր top 10, ինքը ուզում է որ այդ պրոյեկտը, ինքը ուզում է ինչքան հնարավոր է շուտ լինի այդ պրոյեկտը։ Ոչ եմ մարդը պատրաստ է մեծ գումարներ դնի այդ ամեն ինչի մեջ ու ես հիմա ճանապարհին եմ գնում եմ Շարլ։ Ես հիմա գնում եմ հարսանիք վարելու Արատաշեն ռայոն։ Ուր։
Ես չեմ հասնի։ Վարդի դու նախապես ապեր քեզ հա Արտուրն ա զանգի ասելա ձեզ կզանգի այդ մարդը խոսա հետը ես զանգեցի այդ մարդուն համարը տվել եմ հեսա ինքը կզանգի քեզ ես հիմա հեսա իրա զանգն ա գալի մի րոպե խոսամ նախապես հանդիպես մի հատ օբշի տենց ինքը քո հետ ա ուզում խոսա ինքը քո հետ հիմա ուզում ա խոսա հեսա կզանգի в общем Хорошо давай всё давай Համար տվեք, որ չգիտի։ Էլ։ Պորե։ Հա, բարձր, ոչ եմ գիտես ոնց, բայց նենց որ ձենը չլսի։ Անուն ասի։ Մարկոս։ Մի քիչ Մարգոս, այսպես խոսա, որ չհասկանա տեմբրը ջոգելու է, էլի։ Բարոն Արախան, չէ։ Չերես շոր խոսա, չերես շոր։ Բարոն Արախանյան, բարեխեր։ Լավ, զանգում եմ ժողովուրդ։ Մարկոսի բանն է ստեղ զանգում եմ։ Hello. Բարևձեզ։ Բարոն Արախանյան, բարևձեզ Մարգոսն էսի։ Ինչպես եք, լավ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Բարոն Արխանյան, ես գուզեի այդ պրոջեի մասին խոսել, այդ բանի top 10 of rap-ը նորեն գուզենք վերաթողարկել շատ մի գեղեցիկ երգերով եւ գուզեմ ձեր մասնակցությունը եւ ցանագրությունները ամեն բան ես կֆինանսավորեմ բարձրապես ձեր համաձայնությունն է պետք Համաձայնությունը բնականաբար կա, բայց այդ բոլոր հարցերով Արտուրը պետք է խոսակ Ջանիբեկյան, ինքն այդ հարցերով զբաղվում էլի։ Ես գնամ Վարդանի միջոցով գնամ խոսել աս մարդու ձեր ասած մարդը։ Այո, իհարկե։ Այո։ Բանտանետ կարող եք խոսել, բայց պրոդյուսերը ամբողջ նախագծի Այո։ Եվ այո, բայց մինչ Արտուրին հանդիպել շատ գուզեմ ցեզին հետ հանդիպել մեկ Հանդիպենք ուրեմն այսօր բարմացը վաղամիսը կարելի հանդիպել Ես օպերա հոթել գաբրեմ Այո, կդասավորենք ուրեմն, վաղ կարող ենք զանգվել, հասկանանք ես Ես կարող եմ ասամարով ցեզ զանգել հանդիպել վաղը Շատ շնորհակալ բարոն Արխանյան Շատ շնորհակալ եմ հոգաչափ շնորհակալ եմ ցեզ Ստեսություն Ինչ էր ուզում ասել Ասեիր որ Զադոյանն է չեմ ուզում լինի պրոյեկտում մենակ քեզ եմ ուզում Չէ, պետք է հա ասեց Արտուրը Ասեի Զադոյան մունդար մարդ է չեմ ուզում Զադոյանը քիչ չափերը գանցներ Չափերը գանցներ Ուղղակի ասա Գրիշա ջան Հա, մեկ էլ մի պայման, որը որ անպայման պետք է Զադոյանը պետք է չլինի պրոջեկտ Բայց դա խնդալու Կաղասմա, հա դա вообще պրոբլեմ չէ Ջոգին կխնդաս քո ձենով Չէ, լսի, բավար ասի, հա, ես համաձայն եմ, եթե Արտուրը ասի Որ ասի համաձայն եմ կթաղեմ Գրիշի Հալա պեչի Այդ համար չասեցի Բայց մի հատ FaceTime-ով հիմա զանգի դու տենա որ սենց էի խոսում, այլո բարևձեզի Մեն FaceTime չունի Չունի, WhatsApp-ով Բայց կնոպը չնի հեռախոս Ես հեռախոսը ցեի բարես գրեց խոսում եմ ես իրեն Մարկոս Բաս մի րոպե Աձե, ձերը Հա Աձև եք աշխատում Աձը Ինչ աձը Արտուր Ջանիբեկյան Մեր գործընկեր Real հաշվապահ կենտրոնի կողմից ձեզ նվերքարտեր ենք Ասին կարող եք օգտվել նրանց հաշվապահական ծառայություններից իդեպ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար ամսական 18000 դրամից է սկսվում եւ հենց այնպեսի հետևողների համար գործում է հենց այնպես պրոմոկոդ առաջին ամիսը անվճար Շատ հաշվապահական ծառայություններ Շատ մերսի 1000 plus հաճախորդ 10 տարվա փորձ Okay, շատ մերսի Ինձ պետք էր հաշվապահ հենց հիմա Չենք զանգում FaceTime-ով Գրիշին Դե FaceTime-ով ոնց են զանգում Հեսա FaceTime-ն է Գրիշին ոնց գտնեմ
Դե ասեի, գուզեմ քարի գլլա բանի հետ Զադոյանի փոխարեն քարի գլլա։ Սա Մարկոսը ստեն նստած։ Մի հատ դեմքդ միացրու։ Մի հատ Մարկոսին եմ փոխանցում։ Բարև, բարոն աղան, ինչպես եք, լավ եք, սենց էի խոսում եք։ Բարև Գրիշ։ Բայց ջոգել էի, հա։ Ես դեռ պայքարում եմ թողնելով Ռամիզի համար։ Մանե քո ռեյտինգները մեր հաշվին Յուգոսլավսկի բարձանում են։ Ինձ տոկոս կտաս հարսանիքներից։ Արա, всё, մենակ թե թավենանա։ Դուք top 10-ով Ռամիզի իմ համար վերականգնեք։ Top 10-ը վերակա, всё, խոսք ես տար, պետք է փողերը տաս։ Այդ բանը չէ, հա, top 10-ը անում ենք, հա։ Հեսա փողերը, տվել են արդեն, որ քեզ տամ։ Լավ եմ, դու ոնց ես։ Զադոյան։ Լավ ես, ապեր։ Լավ ապեր, քեզ բարի в общем, բարի ազատում։ Давай, հարամ չանես հարսնիկը, давай։ Թույն։ Այսքանն է Լավ է։ շատ լավ էր։ Շնորհակալություն ձեզ լիքը դրական հենց այնպես պատմություններ, Արթուր Իսպիրյան, հաջորդ անգամ խնդրեմ, որ գաք ամեն ինչ կպատմում եք։ Դուք այսօր Գրեմ մոտս, մանեջան, գրեմ։ Ես քեզ ասում եմ պատրաստվի։ Սպասում եմ ձեզ ու չմոռանաք ասել, որ բաժանորդագրվեն մեզ հետևողները, լայք, զանգակ, կոմենտ, ամեն ինչ արեք ու միշտ միացեք հենց այնպեսին։ Քարը Մարոկո ես։ Ասма անջատ եք։ Մարոկո։ Մենք պրիվետ։ Սպիքերի վրա դնի ու բարձր խոսա, հետո որ սա լսեն, որ ամաչի։ Սադոյանը քիչ եք տալի։ Մարոկոից բարևներ տղեկն են։ Փարև։ Նոր հայերն են։ Հե, փարև։ Հանդիսատեսին, մենչը բարևում է բոլորի, տղաները, նոր հայերը բարևում են։ Ռամադան չի տեղ։ Ինչ կա, Մենք Ռամադանի ժամանակ ենք գնացել, սա փագ էր։ Պասո Ռամադանի։ գնացիր արին։ Այսօր խնդրում եմ մեր իսպիրը կլինես։ Չէ, ինձ իսպիր մի ասեք։ Արթուրը։ Արտ ասեք։ Ես իպո եմ ասում։ Ասա արտ։ Ջաջա Արթուր։ Թե չէ ես Զադո կասեմ, Զադո։ Մի ասա, տենց ինձ ասում է միակ մարդը, որ ասում է, թռնում եմ դեմքին մի անգամից Նազենին, որ ասում է Привет, Զադե։ Մանա, Շիրվան Զադեի հետ է ինքը։ Հա, դե կարող է, Շիրվան, կարող է։ Շիրվանը Զադե, հա։ Հա, Շիրվան Զադե։ Շիրվանը Զադե, հա։ Հա, այսօր ինչ լինում է Զադոյանը տերը։ Հա, ես տեր եմ։ Հա։ Հնազանդե։ Դե, ասա։ դեսի դեվոր տենց է։ Տեսել ես նկարները Վարդանի։ Վախենալու բաներ է նկարում։ Դինոզավրի ատամներով զուկ։ Զկան ատամներով դինոզավր։ Ես դες բան չեմ նկարել, ինքը հիմա պրոստը շարը։ Ես քեզ գաղափար Կասետի պատմությունը եմ տալի, գաղափար եմ տալի։ Կասետ չէ, դիսկ էր։ Հեն օրը մի հատ նիվա տեսա, էլի տենց բարձր միացած բան։ Բիջիզ էր։ Յա, Ասի չեմ հավատում։ Նա համարը պիտի վերցնեի։ Մի նիվայի մեջից բիջիզ էր լսվում։ Բիջիզի իմ ախպեր է, էլի։ Հիմա կապի մեջ եք, հա, իր հետ։ Հա։ Կապի մեջ եք։ Միլայի հետ, թե քերու։ Չէ, Միլան։ Կենտանիների հետ ենք։ Ես հələ Միլան ստամն եմ, կոֆե պատկերացնում եմ կոֆե։ Կենտանիներին ապրկում։ В общем, ինքնաթիռի մեջ չեմ ուտում, բանը Զանաքսը չի ազդում։ Զանաքս ես անում։ Չի ազդում։ Ես այսպես Զանաքսից հետո այսպես նստած եմ։ Ու նայում եմ ստյուարդեսայի դեմքին։ То есть եթե ստյուարդեսան լարվեց, ուրեմն վատա վիճակը։ Կարող ժամկետա։ Եթե ստյուարդեսան հանգիստ է, ուրեմն հանգիստ է։ Դե այդ առաջ էր, տենց հիմա հանգիստ է, արդեն հա, հիմա արդեն անց։ Ինչ որ մեկի հետ խոսած ճանճը։ Որ թռնում ենք Մալդիվներ, Մալդիվներ որ թռնում։ Չէ, հեսա։ Ինչ մտավ բերանը։ Ճանճը։ Հələ թռնում է։ Դու որ չես իսպիրա, ճանճը Չէ, որ։ բայց սատկեց, ճանճ չի, ինչ որ ուրիշ բան է, մոլ է։ Պրի։
Ես ամենաշատը վախում եմ նրանց, երբ որ ես չեմ տեսնում ինչ է իմ հետ կատարվում։ Հա։ Օրինակ ատամնաբուժից չեմ վախենում, որտեվ աչքերով չեմ կարող ասես նայեմ ինչ է անում։ Եթե տենա ինչ անում, հանգիստ կլինի։ Մտությունից էլ ես վախում։ Հայրի բահի։ Մթությունից, ատամնաբուժից ու պրակտոլոգից։ Իսկ մտությունից էլ ես վախում, որովհետև մտության մեջ լիքը ատամնաբուժ կա։ Այո, մթության մեջ լիքը ատամնաբուժ ու պրակտոլոգ կա։ Ասենք sense. Hello. Siri իմ մասին պատմեմ ես մի հատ։ Սիրի։ Հես AI-ից ենք խոսալու։ AI-ը ինչ է վերել քո կյանք, Իսպիրյան։ Հեսա որ միանական։ Սիրին է հարցնում։ Հա։ Չհարցնեմ։ Հարցր ու տենակ ինչ է ասում։ Siri ում մասին պատմեմ, հələ ասա։ Բայց հայրեն չի հասկանում Սիրին։ I didn't get it։ Ձայնն է Սիրի։ Ձայնը, բայց Ձայնն է գերել քեզ։ ինչա պետք է ուրիշ է, բա։ Դե բա, հա, Ella Fitzgerald-ը բա։ Ella Fitzgerald-ի ձայնն էլ է, իրան գեղեցկացնում էր։ Okay։ Իսկ հիմա Beyoncé։ Գերար դու Մադլենից այսօր քշերը։ Ինքը գիտի, Դա առաջ։ ինքը գիտի։ Ես կստուգեմ, ես կզանգեմ հիմա։ Չէ։ Մի բան ասում։ Ֆիգուրան։ Չէ, կինը ասենք ինչի պատճառ, դե միշտ գիտակցում ես, էլի, որտեղ աշխարհի ամենագեղեցիկ կինն է, կարող է սենց հետևը ավելա պահում։ Դե հա։ Չգիտես։ Բա պիտի պահի։ Օրինակ։ Որ թռնի վրան։ Սուսաննայի հետ եմ։ Դուք եք գրել Սուսաննա Շահինյանի։ Ոնց For all my niggas, հա։ Ասել ես է։ ոչ չէ։ Բայց գիտես, չէ, այդ վիդեոն որ տարածվում է, սա ինձ թվում է իսկական է եղել տենց երաժշտական post-արկղ, չեն հասկանում որ կամ։ Չէ, գնաց կամար մեկի ժամանակ հիշում ես ինչ լավ օրեր էր։ Ինչքան էինք ծիծաղում այդ օրերը։ Երջանկության արդյունքները։ Հայերեն բառեր գրել վուլգար